Սիրելի հայեր, շատ չբզբզակ։ Մեկ գալիս է մոտենում ասեն Հովիվ ջան, իմ պապայի համար աղոթի կամ ինչ որ մեկի հարազատի համար ու մի 5 րոպե շփվելուց հետո ես հասկանում եմ, ես էլ լնե չի ապաշխարի։ Ինքան է խոսում։ Երևի առավոտից սարտուցիչը դնում է, զարթնում է։ Ես երբ ես ապաշխարում 11:30 եղավ, չես ապաշխարում, չես գալի եկեղեցի։ Արի եկեղեցի, ո՞նց չես գալի դու եկեղեցի։ 11:45 եղավ։ Այսօր խոստացել եմ, Հովին ասել եմ, որ քեզ բերել եմ ձեռը դրի վրա ազատագրվես վերջ-վերջո։ Ես խիղճ մարդը ամբողջ կյանքը դասատուն իր ձեռը կրակներ, ընկե հիմա էլ դասատու է ամուսնացած, ամեն վարքյան քննության է ենթարկում իրան։ Համաձայն եք, չէ որ շատ ենք էլի մի ասուն վստահ էլի ինչ կլինի, թող Աստված փոխի։ Մի աղոթի ասա, ես էլ եկեք բոլորս լրի թող Աստված իր գործ անի։ Ամարդ հերիքա փորձենք Աստծուն օգնենք։ Աբրահամն է փորձեց օգնի։ 100 տարեկան մարդ եմ, ես էլ կինս էլ, բա մի հատ չօգնենք, մի գաղափար լավ մշակենք։ Այդտենց Իսմայել ծնվեց։ Սիրելիներ, երբ որ փոխվում ես դու, փոխվում է քո շրջապատը։ Սա նշանաբան դարձու տես քանի հոգի կապաշխարեն։ Փոխվիր դու, կփոխվի քո շրջապատը։ Փոխվիր դու, կփոխվի քո ընտանիքի անդամը։ Հələ փոխվիր դու, կփոխվի քո հարևանը։ Ախր ինչի՞ մի փամփեր եմ ես վերևից հարևանին։ Հələ փոխվիր, սիրով լցվիր, որ հետո ջրով չլցվես։